Ինչպես հաղորդման սկզբում խոստացել էինք, մենք այսօր մեր ամբողջ եթերն ու թողարկումը նվիրելու ենք կանանց մեծ հաշվով ու նաև տաղավարում հյուրընկալելու ենք կարևոր մարդկանց եւ խոսելու ենք նույն թեմաների շուրջ։ Այնպես որ կարևոր թեմաների շուրջ ես կարող եմ ասել։ Նույնը կարևորի մասնակցում։ Կանանց իրավունքների պաշտպանություն, իրազեկվածության բարձրացում եւ մեր հյուրն է կանանց իրավունքների տուն ՀԿ հիմնադիր նախագահ Կարինե Դավթյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել եւ նախատոնական այս ծաղիկները մեր ամբողջ առողջության սերունից ընդունեք։ Եվ սկսենք մեր զրույցը այն կետից, թե երբ է կենտրոնը ստեղծվել, կենտրոնի մասին է խոսքը գնում, երբ ստեղծվեց կենտրոնը, ինչ դարձավ պատճառ, որ արդեն կա կենտրոնը։ Շնորհակալություն նախ հրավերի համար։ Կանանց իրավունքների տունը նախ 2017-ին ստեղծվեց եւ այդ ժամանակ մտածում էի անգամ եթե մեկ հոգու կյանքի հոնը փոխենք, կենսակերպը եւ աջակցենք, մենք կհամարենք նպատակին հասնել։ Սակայն երբևէ չի պատկերացնի, որ 7 տարիներ անց կխոսենք արդեն հարյուրավոր եւ հազարավոր կանանց կյանքերի մասին, որոնք փոխել են իրենց ցանկությամբ, իրենց ամբողջ կյանքի ընթացքը։ Բայց նաեւ ձեր օգնությամբ։ Իհարկե։ Կենտրոնը գտնվում է Շիրակի մարզում։ Այո, կանանց իրավունքների տունը գտնվում է Շիրակի մարզում, ունենք 3 ուղղություններ հստակ 2017 թվականից ի վեր։ Առաջինը ընտանեկան եւ սեռական բռնության կանխարգելումն է, տարատեսակ ծառայություններ ենք մատուցում, անցումային ապաստաններ, մասնագիտական խորհրդատվություններ, ընդհուպ մինչեւ եթե ընտանեկան բռնության հետևանքով առաջացել է առողջական խնդիր, կոտրվածք եւ այլն, վիրահատական ծառայությունների փակումը եւս։ Երկրորդ ուղղությունը տնտեսական զորեղացումն է եւ ֆինանսական անկախության խթանումը ու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը եւ 200-ից ավելի կանանց մենք հնարավորություն ենք տվել մասնագիտություն ձեռք բերեն եւ IT եւ ոչ IT ոլորտում։ Բացի դրանից նաեւ ֆինանսավորել ենք 13 բիզնես ստարտափեր գյուղական եւ քաղաքային համայնքներում, արդեն ունեն իրենց մասնաճյուղերը որոշները, ոչ բոլոր, եւ 134 կանայք եւ աղջիկներ ուրախության փաստեն, որ ունեն ֆինանսական եկամուտներ։ Եվ երրորդ ուղղությունը կանանց քաղաքական մասնակցության խթանումն է։ Տարիների ընթացքում 19 համայնքային զարգացման ծրագրեր ենք ֆինանսավորել, որպեսզի մեր կանայք եւ աղջիկները տարբեր համայնքներում իրականացնեն տարբեր ծրագրեր եւ մեր հեռահար նպատակը իրենց տեսանելիության բարձրացումն է, որպեսզի եթե ավականու անդամ կամ համայնքի ղեկավար ցանկանան առաջադրվեն, իդեպ առաջադրվում են, ընտրվեն ավելի հեշտ եւ իրենց արդեն իմանան։ Ահռելի մեծ աշխատանք եք կատարում, այո, 7 Շնորհակալություն։ տարիների ընթացքում իհարկե շատ ցանկալի կլիներ, որ լսեինք դիմողների թիվը քիչ է, բայց արի ու տես, որ այսօր հարյուրավոր հազարավոր կանայք ունեն այդ օգնության կարիքը։ Դուք ճիշտ է նշեցիք նաև այն խնդիրները, որոնց որ կանայք բախվում են, ցավոք սրտի դրանց մեջ նաև հնչեց բռնության մասը, ինչպես կարելի է կանխարգելել առասարակ բռնությունը։ Իրականում բռնության մասով շատ կարճ ցուցանիշ ասեմ, Հայաստանի Հանրապետության վիճակագրական ծառայության թվերով 24 թվականին 1835 բռնության դեպք է եղել, սա միայն գրանցված է եւ բնականաբար աջակցման կենտրոնները, որոնք աշխատանքի եւ սոցիալական ծառայության կողմից պատվիրակված մարմիններ են, մեր կողմից Շիրակի մարզը, մեր կազմակերպությունն է ընտրվել արդեն 4 տարի շարունակ եւ բոլոր պետական մարմինների հետ համագործակցում ենք։ Իսկ ինչպես կանխարգել ենք, օրենքով հստակ նշված է, ցուցված է իրավասու մարմինները, օրինակ ոստիկանությունը, աջակցման կենտրոնը, որոնք տարատեսակ ծառայություններ են մատուցում յուրաքանչյուր մարզում իդեպ կա ունեն թեժ գծերը, որոնց կարող են գտնել համացանցում։ Իսկ ինչ խնդիրների են ավելի հաճախ կանայք բախվում եւ դիմում ձեզ։ Առավել հաճախ բռնության դեպքերն են Իդեպ ասեմ մի ուրախություն, որ դիմում եմ, որովհետև շատ դեպքերում դեբախվում են եւ չեն դիմում, սակայն իրազեկումների շնորհիվ ավելի բարձրացել է թիվը։ Մյուսը աշխատանքային իրավունքների խախտումներն են, խտրականությունը, սեռով պայմանավորված եւ շատ տարատեսակ, հիմնախնդիրները։ Շատ կարևոր է, որպեսզի կանայք կարողանան տարբերակել առողջ եւ անառողջ հարաբերությունները։ Ինչպես կարող ենք տարբերակել։ Շատ հեշտ է իրականում սա, եթե անձը գտնվում է հարաբերության մեջ եւ իրեն լավ է զգում, հանդարտ է զգում, լարված չի զգում, ավելի ինքնավստահ է զգում եւ բացի դրանից չի վախենում կարծիքը արտահայտել կամ որոշում ներկայացնել, այս պարագայում բնականաբար հասկանալի է, որ առողջ հարաբերությունների մեջ է։ Հակառակ պարագայում, եթե ստիպված ինչ-որ բան են անում կամ
Անընդհատ միակողմանի զոհաբերություն է, անընդհատ ստիպված որոշակի գործողություններ է իրականացում, որոնք այդքան է ցանկալի չեն տվյալ անձի համար, սա ակնհայտորեն, այսպես ասած, կարմիր դրոշակ է։ Առկա է առողջ եւ անառողջ հարաբերությունների լուսացույցի կանոն, ըստ որի կարմիր, դեղին եւ կանաչ դրոշակներ են առկա, եւ ըստ գույների բաշխում ենք, այսինքն կարմիրը դա կատեգորիկ վատ իրավիճակն է, վատ քայլերը, եւ դեղինը այն հարաբերությունների դեպքում, երբ պիտի կանգ առնեն, շնչեն, արտաշնչեն եւ հասկանան, շարունակեն, թե ոչ, եւ կանաչը բնականաբար ոնց ասում են բարի ճանապարհ, ամեն ինչ կարգին է։ Երանի բոլոր կանայք կարողանային ինքնուրույն տարբերակել այդ գույները, հա, կարմիրը, նարնջագույնը եւ կանաչը։ Բայց շատ դեպքերում էլ ախր տղամարդիկ չեն հասկանում կամ նույն կանայք չեն հասկանում, հա, եւ երբ է խախտվում նրանց իրավունքները, որտեվ հաշվի առնելով նաեւ մեր շատ այսպես սովորություններ հայկական եւ ոչ միայն հայկական, մենք կարծում ենք, որ մենք չենք խախտել կանանց իրավունքները։ Դա այո, շատ լավ հարցեր իրականում, հաշվի առնելով որոշակի հայրիշխանական մոտեցումները, փոքրինչ ավելի արմատացած են մեզ մոտ եւ այո, չի ընկալվում եւ ավելին ասեմ, ինչպես խանդը, երբեմն նաեւ գուցե նաեւ ծեծը խանդի պատճառով, հա, որոշ այլ իրավիճակներ երբեմն ընկալվում են ավելի շատ ռոմանտիզացվում են։ Այդ պատճառով էլ մարդիկ չեն հասկանում սա իրական էր, թե ոնց որ ոչ, եւ բացի դրանից, եթե հիմա ռոմանտիզացնում ենք ինչ-որ բացասական արարք, մտածելով, որ սա սիրո ցուցիչ է կամ դրսևորում, հետագայում չեն գիտակցում, որ հետագայում սա ավելի խորանալու է եւ մշտականանալու է։ Ինչ է պետք անել, որպեսզի չռոմանտիզացնել ձեռք բարձրացնելը։ Իրականում սկսել դպրոցից, ամենամանկապարտեզներից նախ եւ հետո իրազեկել եւ անընդհատ իրազեկել։ Ես վստահ եմ, որ հաշվի առնելով նաեւ մեր փորձառությունը միշտ մտածում եմ իրազեկումները արդեն ձանձրալի են, բայց հետո հասկանալով, համեմատելով թվերը ցուցանիշը դիմելույթյան, հասկացա, որ իրազեկումը իսկապես ազդում է։ Եվ բացի դրանից մեր եւ տղաներին եւ աղջիկներին դաստիարակելիս ուղղակի խոսել ես մասին, առողջության եւ առողջ մոտեցումների մասին։ Ըստ ձեզ հատուկ դասընթացների կարիք ունենք դպրոցներում։ Վստահորեն այո, որովհետև հենց մեկը դպրոցներում, հենց մեկը մեր դասագրքերում ինքս էլ հիշում եմ գրականության դասագրքերի էջերում կնկատեք, որ այդտեղից սկսած արդեն կարծրատիպերը սկսում են։ Մանկապարտեզից սկսած ասում են դու աղջիկ ես, այսպես մի արա, դու տղա ես, այսպես մի արա, դու հողիզիկ չես եւ այլն, հա, շատ տարբեր։ Իսկ գրականության այդ թերթերի մեջ ես հիշում եմ, որ կար հայրիկը մշտապես թերթ է կարդում, կինը այնտեղ մաքրում, այս փոքր գենդերային անհավասար պատկերները արդեն իսկ մեր մեջ արտացոլվում են եւ պետք է փոխել։ Եվ հենց այստեղից այսինքն հեքիաթներն էլ եք ուզում փոխվի։ Ոչ թե ուզում ենք փոխվել, այլ ուղղակի մոտեցումը ավելի առողջները թողնում ենք մի կողմ, դասագրքերի մասին է խոսքը գնում։ Լավ, եւ խախտում են կանանց իրավունքները, ում պետք է դիմեն նրանք։ Նայած որ իրավունքներ, եթե օրինակ ընտանեկան բռնություն է ոստիկանություն, աջակցման կենտրոններ իրենց մարզում համապատասխան հա գործող, իսկ եթե օրինակ աշխատանքային իրավունքի խախտում է, այն հասարակական կազմակերպություններին, որոնք աշխատում են տվյալ ոլորտում, ինչպես նաև մարդու իրավունքի պաշտպանեն, աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմնին, մի շարք եւ բնականաբար նաև դատական կարգով։ Ես հասկացա, ես էլ պետք է հասարակական կազմակերպություն բացեմ։ Տղամարդկանց, չգիտեմ, իրավունքների տուն, բայց դրա համար պետք է գնամ Շիրակի մարզ։ Պարտադիր չէ Շիրակի մարզ, բայց կարող եք գալ մեր գրասենյակի դիմաց բացել։ Շատ լավ, ամեն դեպքում մի քիչ շատ լուրջ էինք խոսում, մենք կարող ենք զվարճալի բաներից խոսել։ Վերջին հարցը զվարճալի է, այսպես, չէ՞։ Կարինե, համոզված եմ, որ եղել են նաև զվարճալի դեպքեր, անհավանական դեպքեր, որ կանայք դիմել են ձեզ։ Եվ որոնք են դրանք, եթե մտաբերում եք։ Մի երկուսն եմ մտաբերում իրականում, որ գուցե կարիք չի եղել դիմելու, բայց դիմել են ձեզ։ Իհարկե եղել են, որովհետև անունը կանանց իրավունքների տունը շփոթեցնում է գուցե նաև այդ պատճառով, օրինակ մեքենան խփել էր կինը եւ զանգել էր մեզ, ասում էր, որ պիտի օգնենք, որովհետև գրած է կանանց իրավունքների տուն, հետո նեղվել էր, որ մենք չենք օգնել, որովհետև մեր ուղղությունների մեջ չէր, ասում էր դուք ոչ մի բան չեք անում, հետո դեպքերից մյուսը, որ եկել էին, ասում է իմացել ենք դուք բնական եք բաժանում եւ ընդհանրապես կապ չունի մեր գործունեությունը, մյուսը դավաճանության դեպքում էր մեզ դիմել, ընդհանրապես մենք այս ոլորտներում բնականաբար չենք աշխատում եւ իմ նշած միայն այս 3-ն ենք վերցրել եւ այդպես մարդիկ մտածում են թե կարելի է օրինակ հարևանային իրավունքի խախտման պարագայում եւս զանգել այստեղ։
Հարևանը կին է ըստ երևույթի, դրա համար է խախտել, դե ինքը զանգում է կանանց իրավունքների հասարակական կազմակերպություն։ Ամեն դեպքում, այո, դուք մեր զրույցի սկզբում նշեցիք շատ տպավորիչ համենայն դեպս ցուցանիշներ, համաձայն եմ Լուսինեի հետ, թող որ այդ թվերը երբևէ չլինեն ընդհանրապես ու դիմելիություն ընդհանրապես թող չլինի, բայց արյու տես, որ այսօրվա մեր իրականությունը լրիվ հակառակն է ապացուցում։ Դեռ կարիք կա իրազեկելու, դեռ կարիք կա սելիներս անպայման այս ամենի մասին խոսելու, բարձրացնելու, անպայման մեր սելի կանանց իրավունքները պետք է որ պաշտպանված լինեն։ Շատ շնորհակալություն ձեզ եւ նաեւ ձեր հասարակական կազմակերպության բոլոր անդամներին, ձեզ լավ օր ենք մաղթում, իսկ եթե թույլ կտաք մենք կարող ենք երաժշտություն լսել, դեմ չեք։ Դեմ չեմ։ Համաձայն ենք։